ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները մոտ 3 շաբաթ առաջ Բելարուսի մայրաքաղաք Մինսկում էին պայմանավորվել Մոսկվայում քննարկել նախագծեր, որոնք դեռ հավանության չեն արժանացել։ Մոսկվայի Վնուկով օդանավակայանում վարչապետ Կարեն Կարապետյանին դիմավորեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը եւ Ռուսաստանի Դաշնությունում արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անատոլի Ֆիլատովը։ Գորկի կեցավայրում Կարեն Կարապետյանին դիմավորում է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը։ ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեսա լուսանկարահանումից հետո կառավարությունների ղեկավարներն ընդլայնված կազմով անցան օրակարգային հարցերի քննարկմանը։ Միջկառավարական խորհրդի նիստում հավանություն տրվեց դեղերի շրջանառության ոլորտը կարգավորող մոտ 20 փաստաթղթերի։ Հունվարի 1-ից կգործի դեղերի միասնական գրանցման օրենսդրությունը։ ԵԱՏՄ կանոնակարգով, եթե դեղամիջոցը գրանցվում է անդամ որևէ պետությունում, այդ գրանցումը ճանաչվում է նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում։ Այս նախագծի ընդունումը կօգնի ԵԱՏՄ տարածքում դեղամիջոցների որակի բարձրացմանն ու դրանց գների նվազեցմանը։ Օրակարգում էր նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի նախագիծը։ Այն ևս հավանության արժանացավ միջկառավարական խորհրդի նիստում։ Այս նախագծի քննարկման ժամանակ հաշվի են առնվել մասնավորապես բիզնեսի շահերը։ Մաքսային օրենսգրքին հավանություն տալուց հետո այն կներկայացվի նաև ԵԱՏՄ անդամ երկրների նախագահների հաստատմանը։ Դա կտա մեզ ուղղակի հասկանալի խաղի կանոններ։ Կամայական բիզնեսի համար անհրաժեշտ են հստակ, հասկանալի, երկարատև խաղի կանոններ։ Դա ոչ միայն մեզ է տալի, յուրաքանչյուր բիզնեսին է տալի։ Մենք էֆեկտիվ լինենք, կօգնենք, էֆեկտիվ չենք լինի, ոչ մի բան չի տալի։ Հարցրկային նաև դեղերի շուկային է վերաբերում ընդհանուր շուկայի հետ կապված։ Դա է, պայմանավորվեցինք բոլոր խոչընդոտները եւ հարցադրները, որ տարբերակություն ունեն, այդ հարցի շուրջ այնպես եկել են կատարվել։ Միջկառավարական խորհրդի նիստում ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները կարևորեցին նաև երրորդ երկրների անդամակցությունը ԵԱՏՄ-ին։ Վարչապետերը նշեցին, որ երրորդ երկրների անդամակցությունը ԵԱՏՄ-ին կբերի նաև ներդրումների խթանմանը։ Նաիրի Մուրադյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական, Մոսկվա, Ռուսաստան։